Կալուգացի օլիգարխի թիմը ընտրակեղծարարության նոր լևել է սահմանել։ Հակակոռուպցիոնի ամենօրյա բացահայտումներից պարզ է դառնում, որ աջուձախ փող են բաժանում, քաղաքացուն ամենաստորացուցիչ կերպով նվաստացնելով։ Վերջին ձայնագրությունների հերոսներն էլ այնքան են ոգևորվել, որ արդեն նաև եղանակ են փոխում իրենց Վարդան Մամիկոնյան հռչակում։ Վիճակը մենք ենք որոշում, եղանակը մենք ենք ասում, ոնց կլինի։ Սամուապեր, ասում եմ, եղանակի տեսության начально սվաստե ասում եմ ոնց է։ Մենք ենք եղանակը փոխում, Սամու ջան, կարանք փոխենք խամի, կարանք փոխենք շոկ, կարանք փոխենք ոնց ուզենք ապեր։ Քո ցավի տանեմ արա։ Աղատենանք ինչ արնեմ էլի, Մամիկոնյան Վարդան պետք է անենք։ Հետ մարդ կարաս վերցես։ Քանի օքի այդ մարդը բերեմ։ 3-ը հաստատ է։ Դե Մամիկոնյան Վարդան արա։ Դե հա, возвращение блудного сына, Այո։ Հնարավոր է ելիտես բանը 5-ի տամը խոքս։ Դա մեծ վնաս է պարունակում փաստացի մեր ժողովրդի համար, որովհետև շատերը ենթադրում են, որ չեն գիտակցում ինչի մեջ են ուրեմն այդ կալուգացի օլիգարխի թիմը փորձում ներքաշել մեր քաղաքացիներին եւ դրանով իրանց համար նաեւ խնդիրներ ստեղծել, որովհետեւ ձերբակալությունները ծավալուն են եւ ել ավելի մեծ մակարդակի են լինելու, ոնց հասկանում եմ։ Ուստի իմ պատկերացումով այդ քաղաքական ուժը փաստացի ապացուցեց its իրական էությունը վերջի շաբաթների ընթացքում։ Միջազգային հարցերով փորձագետ Գեորգի Թումասյանի խոսքերով բացահայտումներն այնքան շատ են, որ նույնիսկ անհարմար է այդպիսի կուսակցության մասնակցությունը նախընտրական եւ ընտրական process-ին։ Ոչ ինքը, ոչ իր թիմի ներկայացուցիչները չունեն ոչ քաղաքական ռեսուրս, ոչ էլ ժողովրդի աջակցության ռեսուրսը, ուստի իրանց ամբողջ հաշվարկը արված է իրանց ֆինանսական ռեսուրսը օգտագործելու վրա, եւ մենք դրա բացահայտ տեսնում ենք փաստեր, այդ թվում հակակոռուպցիոն կոմիտեի եւ ազգային անվտանգության ծառայության կողմից ներկայացված։ Եվ դա եւս մեկ անգամ ապացուցում է, որ սա օտար ուժերի կողմից ձևավորված ծրագիր է, որը Հայաստանի ներքաղաքական դաշտի մեջ ներխուժում է Իրանից պարունակում եւ իրականում այդտեղ ֆինանսական հնարավորություններից զատ որևէ իրական առաջարկ հայկական հանրությանը չկա։ Թումասյանը համոզված է, որ Սամվել Կարապետյանի միակ ռեսուրսը ֆինանսն է։ Ես այստեղ շատ եմ կարևորում, ողջունում եմ եւ շնորհակալություն եմ հայտնում ուրեմն ինչպես հակակոռուպցիոն կոմիտեի, այդպես էլ մնացած բոլոր պատշաճ մարմինների աշխատակիցներին, որոնք լրջագույն ներդրում են ունենում հայկական ժողովրդավարության եւ օրենքի պահպանության գործում։ Ընտրակաշարք բաժանելը մի հատվածի վրա գուցե ազդեցություն ունենա, բայց փորձագետի համոզմամբ ողջունելի է իրավապահ համակարգի աշխատանքը, որի շնորհիվ հնարավոր է լինում կանխել դրա հետագա տարածումը։ Շարունակվում են իհարկե փորձերը հատկապես ներկայացնել սա, որ իբրև եթե ուրեմն ռուսաստանցի օլիգարխը չհաղթի կամ եթե քաղաքացիական պայմանագիրը հաղթի, ապա անպայման Ռուսաստանի հետ պետք է լինեն խնդիրներ եւ այդ մարդիկ ունենան խնդիր, ուստի հորդորում են առաջարկում են կազմակերպել տրանսպորտը, նույնիսկ Հայաստանում մնալու բոլոր այդ ծախսերը, որ երբ քաղաքացիները մեկնեն Հայաստան եւ քվեարկեն, բայց ես ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ Հայաստանի պատշաճ մարմինները ակտիվորեն հետևում են այս գործընթացներին, դա երևում է հանրային եւ ես համոզված եմ, որ ամեն ինչ կարվի այն նպատակով, որ կանխվի այդպիսի գործընթացները դրսից միջամտելու կազմակերպված ձևով Հայաստանի ժողովրդավարության եւ ընտրությունների վրա։ Նախընտրական շրջանում զարմանալիորեն ակտիվացել է նաեւ կանխիկ գումարի մեծ հոսքերի մուտքը Հայաստան, բնականաբար ռուբլիով եւ Ռուսաստանից։ Պեկ հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության ու ազգային անվտանգության ծառայության տվյալներով Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետությունը ժամանելու ՌԴ քաղաքացի, ով իր հետ կանխիկ եղանակով տեղափոխելու էր առանձնապես խոշոր չափի դրամական միջոցներ։ Տեղեկություններն իրացնելու նպատակով հրատապ ձեռնարկվել են օպերատիվ հետախուզական միջոցներ եւ արդյունքում օրերս Հայաստանի Հանրապետություն ժամանելուց հետո Զվարթնոց օդանավակայանում հայտնաբերվել է հիշյալ քաղաքացին, ում մոտ արկա է եղել 65 միլիոն ռուսական ռուբլի, որը շուրջ 321 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամին համարժեք գումար է։ Գեորգի Թումասյանն ավելի վաղ ահազանգել էր նաև, որ Ջավախքի երկքաղաքացիություն ունեցող մեր հայրենակիցներին են ստիպում գալ Հայաստանում մասնակցել ընտրություններին, ձայնը տալով կոնկրետ քաղաքական ուժի։
Դրանից էլ ավելի վաղ այդպիսի տեղեկություն ենք ստացել նաև Ռուսաստանի Դաշնությունում բնակվող մեր հայրենակիցների վերաբերյալ։ Մեծ հավանականությամբ վերջի պայքարն է գործակալական ցանցի եւ հայամետ ուժերի, որովհետեւ ապագայում համոզված եմ, որ այս ուժերը այլևս եւ վարչապետը խոստացել է, որ այս ուժերին մենք այլևս այս ընտրություններից հետո չենք տեսնի ինչպես գլխավոր, այդպես դերակատարներ, որովհետև մարտի 1-ի գործի համար պատասխանատու ուժերը հակաժողովրդավարական ռուսաստանցի կամ բելարուսամետ, ուրեմն օլիգարխիկ համակարգը, Ռուսաստանից ուղարկված օլիգարխը, իրանք հայկական քաղաքական դաշտում տեղ չունեն։ Հայաստանի քաղաքական դաշտը պետք է լինի բաղկացած միայն Հայաստանի պետականությանը աջակցող ուժերին, որոնք դրսի թելադրանքով չեն գործում։ Ուստի ես համոզված եմ, որ սա իրանց վերջի պայքարն է, ուստի այդտեղից է գալի, որ իրանք կենաց մահու պայքար են սա անցալում։ Կրեմլի տրամաբանությամբ պետք է անել հնարավոր ամեն ինչ, որ Սամվել Կարապետյանն այս ընտրություններում հաղթի։ Ժողովուրդը այս վերջի 5 տարվա ընթացքում տեսավ իրականում քաղաքացիական պայմանագիրը ինչ քայլեր է անում պետական նպաստ եւ ինչպես է Հայաստանը զարգացնում, ուստի համոզված եմ, որ ել ավելի շատ ձայն կստանա քաղաքացիական պայմանագիրը, բայց նաեւ մեկ բան է պետք արձանագրել, որ այդ ուժերը իհարկե դիմում են պրոպագանդայի, կեղծ լուրերի, հիբրիդային պատերազմի տարբեր միջոցների, որոնք մենք օրերս ենք տեսնում, Շահին Մուստաֆաևի այցի ժամանակ միանգամից բարձրաձայնվեց Գաբրիելյանովը ռուսական հատուկ ծառայությունների վրա հղում անելով 300,000 իբրև ադրբեջանցի թեմա, որը Ալեն Սիմոնյանը միանգամից հերքեց, այսինքն դա օրինակ է ուղղակի նրա կամ Վրաստանի դեպքում Ջիլիզա գյուղի հետ կապված գիտեք նաև Հայաստանում այդ ռուսական գործակալական ցանցը ուրեմն դաշնակցային մեդիան նաև տարածեց փորձելով նաև հարվածել վարչապետ Փաշինյանի հեղինակությանը, մենք աշխատում ենք բոլորս այն նպատակով, որ սա ժամանակին հերքվի այս սխալ տեղեկատվությունը, բայց պետք է ասել, որ իհարկե հիբրիդային պատերազմի մեթոդները աշխատում են, ուստի մեր հանրության մի մասը հաստատ կլինի խափնված այս գործընթացներով եւ ես համարում եմ, որ ել ավելի մեծ է բոլորիս պատասխանատվությունը ակտիվորեն գործել հենց հակահիբրիդային պատերազմի այս օրակարգում, որ կեղծիքները չունենան հնարավորություն, ուրեմն հանրային օրակարգում ակտիվ լինեն եւ կարողանան հանրությանը խաբել։ Գեորգի Թումասյանը գտնում է, որ չնայած բոլոր ջանքերին, քաղաքացիական պայմանագրի հանդեպ վստահությունն ավելի մեծ է, քան 2021 թվականի ընտրությունների ժամանակ։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։